Արձագանք։ Շնորհակալություն։ Պարոն Նահապետյան, կխնդրեի անուններ հնչեցնեք, գործող պաշտոնյաների մի քանի անուններ հնչեցնեք, որոնք անցնում են տարբեր գործերը, որտեղ հաղորդման մեջ ոչինչ ես չգտա, ասում եմ 12 էջ վերաբերում է նախկիններին։ Եվ ուզում եմ հետաքրքրվել, դուք ինչու այնուամենայնիվ կարճեցիք քաղաքացիական պայմանագիր կուսակցության դրամահավաքների եւ նվիրատվությունների այդ գործը, երբ որ օրինակ Երեմյան ընկերության աշխատակիցները, որ մոտավորապես ստանում են 200,000 դրամ աշխատավարձ, իրենք իրենց 10 ամսվա աշխատավարձը նվիրել էին ՔՊ-ին ու հետո պարզվեց, որ տեղյակ չեն եղել իրենց հետ երբ խոսել էին լրագրողները։ Այսինքն դուք ասում եք, որ այդտեղ կոռուպցիա չկա, ո՞նց եք կարճելի, ինչ հիմքով։ Եվ ասում եք անիմացիաներ են կարել, որ պետք է դիմեք բոլորը հակակոռուպցիոն մարմին։ Ես դիմել եմ բազմաթիվ հաղորդումներով, ոչ մի բան չեք կարել այդ հաղորդումներով։ Եվ քանի որ ժամանակը սուղ է, ուզում եմ նաև ձեր պաշտոնական դիրքորոշումը իմանալ, Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը ձեր որոշմամբ եւ նախարարի հրամանով կասեցվել է նրա լիազորությունները կոռուպցիոն բնույթի ինչ որ հանցանքի մեջ ներգրաված լինելու հիմքով։ Բայց այդ մարդը ձեր կասեցումից օրեր հետո, շաբաթներ հետո գնում է Սևանում նախարարի եւ մարզպետի հետ իրականացնում է բացում ԿՏ-ի սենյակի։ Բայց ձեր կասեցումը քանի կոպեկ արժեր, այսինքն ձեր կառույցի նկատմամբ պետական վերաբերմունք այդպեսին է։ Շնորհակալություն։ Նախ ձեր կողմից ներկայացված հաղորդումների հետ կապված Տիկին Թովմասյան, այդ հաղորդումները մանրակրկիտ ուսումնասիրվել են եւ այդ ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ դուք գրավոր իրազեկվել եք, նաև իմ կողմից ձեզ համապատասխան գրություն է հասցեագրվել, թե որ դեպքում ինչ պատճառով հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդման որևէ դրվագով քերական վարույթ չի նախաձեռնել։ Եթե դուք ունեք իրավական առումով էական հակափաստարկներ, ապա օրենքը հնարավորություն է տալիս այդ որոշման հակակոռուպցիոն կոմիտեի կողմից արտահայտված դիրքորոշման մասով դիմել իրավասու մարմիններին, թվում նաև վերադաս դատախազին կամ այնուհետև նաև դատարան եւ վիճարկել հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունները այս մասով։ Ես ճիշտ ասած որքան տեղյակ եմ, դուք իրավական այդ ընթացակարգով չեք շարժվել եւ համապատասխան փողոք օրենքով սահմանված անձանց եւ մարմիններին չեք ներկայացրել։ Իսկ շեր հաղորդումը բազմատրվակ էր եւ ես հաղորդման մանրամասներին այս պահին չեմ կարող անդրադառնալ։ Կարճ Սևանի բժշկական կենտրոնի տնօրենի մասով, այո, հակակոռուպցիոն կոմիտեում ժամանակը ավարտվել է, խնդրում եմ միգուցե եզրափակիչ ելույթի ժամանակ դրան անդրադառնանք, որովհետեւ նոր թեմա եք սկսում, էլի։ Արթուր Խաչատրյան, համեցեք։ Մինչև հարցը ձևակերպեմ, Տիկին Թովմասյան, ուղղակի հիշեցի